Հարսի բակում ևս տոնական եռուզեռ է։ Առաջին անգամ փեսան ու հարսը հանդիպեցին հարսանեկան զգեստով, օդը լցված է սպասումով, ուրախությամբ ու մի քիչ էլ աննկարագրելի լարվածությամբ, որը միշտ ուղեկցում է մեծ սիրո պատմությունների ամենակարևոր օրերին։ Տունը զարդարված է այնպես, կարծես հեքիաթային կինոյի նկարահանման հրապարակ լինի, սպիտակ ծաղիկներ և իհարկե գեղեցիկ հյուրեր։ Դհոլի և զուռնայի զիլ հնչյունները մոտենում են փողոցից, ազդարարելով, որ փեսայի շարասյունը հասնում է հարսի տուն։ Փողոցում մարդիկ կանգնած են ծափերով, շպիտներով, ոմանք նկարահանում են իրենց հեռախոսներով, մյուսները ծաղիկներ են նետում մեքենաների վրա։ Բակի մուտքի մոտ արդեն նրանց սպասում են հարսի հարազատները ծաղկե փնջերով և նվերներով, նրանց դիմավորում են հարսի հարազատները հուզված, բայց ժպտացող աչքերով։ Արտաշ Ասատրյանն, ով կանգնած է առաջին շարքում, հուզված հետևում է իր եղբոր-որդուն, աչքերի խորքում մի փոքր խոնավություն։ Դե ինչ դիտեք, հետաքրքիր ու դիտարժան տեսանյութերն այդ պահից և իհարկե չմոռանաք գրել ձեր կարծիքներն ու շնորհավորանքներն այս գեղեցիկ զույգին, նրանց հարատև սեր ու երջանկություն ենք մաղթում ու սպասում հաջորդ տեսանյութերին։ Նշենք, որ տեսանյութերը Նովիկովա Event Maker ինստագրամյան էջից են։ Քաղաքական ընտանիքի համար մի հատ աղբերներ ջան, եկեք մի հատ քաղաքական ընտանիքի բարի գալուստ ասենք։ Բարի
գալուս քաղաքական ընտանիքին, առաջացեք Ժողովուրդ ջան, միան բոլորը բաժակները վերցրեք, քաղաքին վերքը տուն Արմենիա անեք։ Արոտ ես։ Բայց մի հատ մարես ոնց ես կար մի քիչ հետ դինակ մարելու տեղ մի քիչ հետ